Տրանով եմ տականը, շեցերեկ ես է իմը։ Ես հարևան։ Տատի, հիմա Դավիթ Հաշենի վարչական շրջանի ղեկավարը ուղարկել է արդեն ձեր հարևանուին կասի ինչն է խնդիրը, ինչ պրոբլեմներ կա, որ հնարավորության սահմաններում վարչական շրջանը օգնի։ Տատի, ազգանունդ մի հատ ասա։ Սամսոնյան, ազգանունդ ասա, տատի։ Սամսոնյան, Սիրան, Արուսյակ, Սիրան։ Սամսոնյան, Արուսյակ։ Շունչ ես կտրվում, այստեղը գործակում է, շունչ ես կտրվում, չեմ կարում խոսամ։ Մայրիկ ջան, ուրեմն մենք հիմա ձեր բոլոր կարիքների գնահատումը կանենք, կիմանանք դուք ինչի կարիք ունեք անհրաժեշտություն։ Այսօր մենք Շամշանի շնորհիվ հայտնաբերեցինք ձեզ, քանի որ դուք չեք դիմել երբևիցե մեզ, որևէ մեկը չի դիմել, մենք տեղեկություն չենք ունեցել ձեր մասին, մենք բոլոր դիմացներին հնարավորության սահմաններում միշտ օգնում աջակցում ենք, մեր ղեկավարը պարոն Բաղդասարյանը բոլորին հնարավորության սահմաններում օգնում աջակցում է։ Ուղղակի մենք ձեր մասին տեղեկատվություն չենք ունեցել, առաջի անգամ ենք լսել ձեր մասին, դրա համար մենք այսօր այստեղ ենք եւ կփորձենք ձեր կարիքները գնահատենք, տեսնենք ինչի կարիք ունեք եւ փորձենք օգնել։ Ինչով հնարավոր է։ 2 տարի է, որ ես տղես կլանայի, ես տղես մահացել է, մինչև դրա մահանալը ես լավ մանեի Տատի, ու որ կարգի դիմաց ես։ Կարգ ունես, հաշմանդամության կարգ ունես, դու մայրիկ չես գնացե երբևէ։ Պաստորիկները, էլի, ասեն մայրիկը Եվարդի գրանցում ունի, դրա համար մենք տեղեկատվություն չենք ունեցել, էլի իր համար։ Բայց աղագին ժամանակը քանի տարիներ է ստեղա։ Այ չի դիմել, ինքը չի դիմել, գրանցում տարի է, որ սակուրությունների նստակը շտապի մտնում են։ Բա թոշակը դու ոնց ես ստանում մայրիկ ջան, թոշակը բերում են տուն, հա, ամեն անգամ էստեղ Ես եղել եմ 120 կիլո, ամի մնացել եմ 50 կիլո։ Չեմ կարում կայնեմ ոտի վրա։ Ոչ մի բարեկամի հետ շփում չունես դու մայրիկ ջան, ոչ մեկի։ Հարևաններն են տիրություն անում։ Այդ տիրը շնել վաղուց մահացել էր, պարզապես։ Ես հարևան, որ այցելում են բարեկամները, մեզ հետ կապը պահպանում են իրանք, մեկու մեջ այցելում են, դրա համար մենք իմանանք մեր Ամերիկը։ Չէ, բարակ ջան։ Եթե կինը շնել, վաղուց տատիկը Ես պատանում է, հետո տուալետ, ինքը երբեք չի կարում մենակ։ Մենք ամուսուններով արդեն բաժանել ենք դրանից։ Ես այնտեղ կինը ստամ եմ։ Ոչ, բարի գործով եք բաժանվել։ Համոն որ կա, իմ ընկերն է, վերջի տղան որ մահացել է, իմ ընկերն է։ Շատ իմ տղեն աշխարհի բարի բարի։ Բոլորին է ճանաչ։ Հիմա մայրիկ ջան, քո տնային ծառայությունների հետ կապված, խանութի ծախսերը կլինի, առողջական ինչ-որ պրոբլեմներ կլինի, դեղերի ձեռքբերումը կլինի, բժշկի այցելությունը կլինի, այդ ամեն ինչը կկազմակերպենք, որ ապահովի տան պայմաններում։ Ու շատ ներողություն, ցանկալի է այդ ամենը հարևանի միջոցով, որտեղ ինքը ի վիճակի չի։ Հա, էլի, հա, ամենաճիշտը դա էլի, հա։ Առաջինը հարևանի կոնտակտային համարը, որովհետև որ իմանա։ Մախտի ջան, ես չեմ կարող ալեմ կայնել։ Մենք գործենք նաև շաբաթը 2 օր տնային խնամք իրականացնել տանք, Պետք է կախվեն թևերից էլ որ տանեն տվալետ բերել։ Տատի, Դավիթ Հաշենի թաղապետը այդ արդեն իր մոտ գրանցել է, այտենց մի 100-150 հոգի տատի պապիներ կան իր վարչական տարածքում։ Ձեզ էլ արդեն գրանցել, տեղեկացված չեն եղել։ Հիմի, всё, հարևանների, այդ ամուսինների մեկը Մարետայի շնորհիվ ամեն հարց կկարգավորվի։ Իրանք էլ շաբաթը 1 կգան, այդ ամբողջ հարցերը կլուծեն, կօգնեն, թաղապետին էլ կզեկուցեն։ Մի քանի տարի կյանք մնացեք ես, դա գոնե մարդավարի վայելես։ Ասեցի չէ, եկասի ինձ մի 2 տարի բան չի մնացել բալաջան, բայց ինչ անեմ, ուզում եմ ապրեմ, իմ երեխեքից հետո ուզում եմ ապրեմ։